Տեսանյութերի այս շարքը ներկայացնում է լաբորատոր սարքավորումներ ու նյութեր և դրանց կիրառմամբ լաբորատոր աշխատանքներ թվային գիրագիտություն և համակարգչային գիտություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն առարկաներից։ Աշխատանքն իրականացվել է Համաշխարհային բանկի կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի շրջանակներում, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական ծրագրերի կենտրոնի պատվերով, զանգահրատարակչության և Բարսարդ ընկերության հետ համագործակցությամբ։ Ողջույն։ Այսօր մենք ուսումնասիրելու ենք ածխաթթու գազի տարբեր կոնցենտրացիաների ազդեցությունը բույսի կողմից իրականացվող ֆոտոսինթեզի արագության վրա։ Ֆոտոսինթեզի գործընթացում բույսերը օգտագործում են ածխաթթու գազ և ջուր, լույսի էներգիայի օգնությամբ արտադրում գլյուկոզ և թթվածին։ Ածխաթթու գազը համարվում է ֆոտոսինթեզի հիմնական ռեակտանտներից մեկը, և մենք փորձնական ճանապարհով կհամոզվենք, որ նրա կոնցենտրացիան անմիջականորեն ազդում է ռեակցիայի արագության վրա։ Փորձի ընթացքում մենք փոխարինելու ենք փորձանուտում բույսին շրջապատող հեղուկը տարբեր մոլորությամբ նատրիումի հիդրոկարբոնատային լուծույթներով, որոնք հանդես են գալիս որպես ածխաթթու գազի աղբյուր, և համեմատելու ենք թթվածնի արտադրության արագությունը, որը կհամարենք նաև ֆոտոսինթեզի արագության ցուցանիշ։ Այսինքն ուսումնասիրելու ենք, թե ինչպես է փոխվում ֆոտոսինթեզի արագությունը, երբ փոխում ենք միջավայրում առկա ածխաթթու գազի կոնցենտրացիան, իսկ դա ապահովելու ենք տարբեր մոլորությամբ նատրիումի հիդրոկարբոնատային լուծույթներով։ Փորձն իրականացնելու համար մեզ անհրաժեշտ են մեծ բաժակով թորած ջուր, թաս ջրով լի, նատրիումի հիդրոկարբոնատ, թարմ էլոդեայի կամ սպանախի տերևներ, Էրլենմեյերի փորձանոթ, փորձանոթներ, ռետինե խողովակ, թվային կշեռք, ջրային բաղնիք, ջերմակայուն անոթներ, նշտար, պինցետ, ապակյա ձող, երկար պոչով գդալ, տախտակ, շտատիվ, լույսի աղբյուր, վարկենաչափ և ձեռնոցներ։ Եթե օգտագործվում է ուժեղ լամպ, LED կամ հալոգեն, այն պետք է լինի առնվազն 10-ից 15 սմ հեռավորության վրա, որպեսզի ջուրը կամ տերևը չտաքանան և չվնասվեն։ Չնայել երկար ժամանակ լամպի ճառագայթին։ Կերակրի սոդայի լուծույթը անվնաս է, սակայն այն պատրաստելիս պետք է խուսափել աչքերի կամ բերանի հետ շփումից։ Չպետք է օգտագործել անծանոթ բույսեր կամ քիմիական նյութեր, առանց համոզվելու, որ դրանք անվտանգ են։ Նախ ստանանք նատրիումի հիդրոկարբոնատի 0.5, 1 և 2% լուծույթները։ 400 մլ թորած ջուր լցնենք չափանոթի մեջ։ Դրան խառնենք 8 գրամ նատրիումի հիդրոկարբոնատ։ Կստանանք մոտ 2% նատրիումի հիդրոկարբոնատի լուծույթ։ Այդ լուծույթի կեսը 200 մլ լցնենք մեկ այլ փորձանոթի մեջ և պիտակավորենք 2%։ Մյուս կեսին ավելացնենք 200 մլ թորած ջուր։ Կստանանք 400 մլ մոտ 1% լուծույթ։ Դրա կեսը լցնենք մեկ այլ փորձանոթի մեջ և պիտակավորենք 1%։ Մնացած մասին ավելացնենք 200 մլ թորած ջուր։ Կստանանք 400 մլ մոտ 0.5% լուծույթ։ Պիտակավորենք այն 0.5%։ Հիմա մենք ունեցանք 3 տարբեր փորձանոթներում նատրիումի հիդրոկարբոնատի 0.5, 1 և 2% լուծույթներ։ Այդ լուծույթները պահենք ջրային բաղնիքում 35-ից 36 աստիճան ջերմաստիճանում։
0.5% լուծույթ լցնենք Erlenmeyer-ի փորձանոթի մեջ։ Ընտրենք LODA-ի մի քանի միջին մեծությամբ թարմ կտորներ։ Տեղադրենք դրանք փորձանոթում, այնպես, որ տերևները լինեն ազատ լույսն ընդունելու համար։ Փորձանոթի բերանը հերմետիկ փակենք։ Ռեդինե խողովակի մի ծայրը միացնենք կողմնային ելքին։ Խողովակի մյուս ծայրը մտցնենք թասով ջրում գլխիվայր դրված ջրովլի անոթի մեջ։ Այս ձևով ֆոտոսինթեզի ժամանակ առաջացած թթվածինը անոթից դուրս կմղի համապատասխան ծավալով ջուր և ինքը կգրավի նրա տեղը։ Փորձանոթից 10 սմ հեռավորության վրա տեղադրենք լամպը և սպասենք մոտ 20 րոպե։ Այս ընթացքում հետևենք, թե ինչպես են ֆոտոսինթեզի ընթացքում առաջանում թթվածնի պղպջակներ և ինչպես են դրանք դուրս մղում անոթի ջուրը։ Քսան րոպե հետո չափենք անոթում առաջացած թթվածնի սյան բարձրությունը և արդյունքը գրանցենք աղյուսակում։ Կրկնենք փորձը 0.5%-անոց լուծույթը փոխարինելով 1%-անոց լուծույթով։ Տերևները թողնում ենք նույնը, պայմանները նույնպես կարող ենք թողնել նույնը։ Կրկին սպասում ենք 20 րոպե և արդյունքը գրանցում աղյուսակում։ Մեկ անգամ էլ կրկնենք փորձը, այս անգամ արդեն 1%-անոց լուծույթը փոխարինելով 2%-անոց լուծույթով։ Սպասում ենք 20 րոպե և արդյունքը գրանցում աղյուսակում։ Փորձն ավարտեցինք։ Սարքերը, սարքավորումները և նյութերը տեղավորենք համապատասխան դարակներում։ Այժմ դիտարկենք աղյուսակի տվյալները։ Ինչպես երևում է աղյուսակի 5-րդ սյունյակի տվյալներից, կախված նատրիումի հիդրոկարբոնատի լուծույթի մոլարությունից նույն ժամանակահատվածում արտադրվում է տարբեր քանակությամբ թթվածին, այսինքն թթվածինի արտադրման արագությունը տարբեր է։ Դա բացատրվում է լուծույթի մեջ ածխաթթու գազի տարբեր քանակություններով։ Ածխաթթու գազի կոնցենտրացիան ֆոտոսինթեզի արագության վրա էական ազդեցություն ունի։ Ցածր կոնցենտրացիայի դեպքում գործընթացը դանդաղ է, իսկ բարձր կոնցենտրացիայի դեպքում այն արագանում է մինչև որոշ կետ։ Կոնցենտրացիայի հետագա ավելացումը կարող է այլևս չազդել ֆոտոսինթեզի արագության վրա, եթե սահմանափակող է դառնում, օրինակ լույսի կամ ֆերմենտների քանակը։ Շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։